Սև հաբը, որը կարող է կլանել թույնը, ակտիվացրած ծածուխի մասին այն, ինչ շատերը չգիտեն։ Պատկերացրեք, կա մի նյութ, որի ընդամենը 1 գրամը կարող է ունենալ մոտավորապես ամբողջ ֆուտբոլային դաշտի չափ մակերես։ Այո, խոսքը ակտիվացրած ծածուխի մասին է։ Այս սև հաբի ներսում միլիոնավոր մանր ծակոտիներ կան, որոնք աշխատում են սպունգի պես, իրենց վրա կպցնելով տարբեր նյութեր։ Դրա համար էլ ակտիվացրած ծածուխը տարիներ շարունակ օգտագործվել է թունավորումների ժամանակ, իսկ այսօր այն դարձել է նաև ինտերնետային մոդա՝ սև լիմոնադներից մինչև դետոքս հաբեր։ Բայց արդյոք այն իրականում այդքան անվնաս եւ հրաշագործ է, որքան թվում է։ Այս տեսանյութում կխոսենք ակտիվացրած ծածուխի իրական ազդեցության, օգուտների, վնասների եւ հակացությունների մասին։ Ակտիվացրած ծածուխը սովորական ածուխ չէ։ Այն ստացվում է հատուկ մշակված նյութերից՝ փայտից, կոկոսի կեղևից կամ այլ ածխածնային նյութերից։ Բարձր ջերմաստիճանով մշակվելուց հետո ածուխի ներսում առաջանում են հազարավոր մանր անցքեր, որոնք մեծացնում են մակերեսը եւ թույլ են տալիս կլանել տարբեր քիմիական նյութեր։ Բժշկության մեջ այն հիմնականում օգտագործվում է որպես սորբենտ, այսինքն նյութ, որը կարող է իր վրա կապել տոքսիններ, գազեր կամ որոշ դեղանյութեր։ Որտեղ է այն օգտագործվում։ Ամենահայտնի կիրառումը իհարկե թունավորումներն են։ Եթե մարդը կուլ է տվել որոշակի թունավոր նյութ կամ դեղամիջոցների չափից շատ դոզա, բժիշկները երբեմն օգտագործում են ակտիվացրած ածուխ, որպեսզի այն կապի այդ նյութերը ստամոքսում եւ աղիներում եւ նվազեցնի դրանց ներծծումը արյան մեջ։ Բայց այստեղ կա մի կարևոր նրբություն։ Ածուխը արդյունավետ է միայն որոշ նյութերի դեպքում եւ հիմնականում թունավորումից առաջին ժամերի ընթացքում, այսինքն սա բոլոր թույների հակաթույնը չէ։ Բացի այդ, մարդիկ հաճախ այն օգտագործում են փքվածության, գազերի, ստամոքսային անհարմարության, երբեմն նաև լուծի դեպքում։ Ինտերնետում տարածված է նաև դետոքս գաղափարը, թե ակտիվացրած ածուխը մաքրում է օրգանիզմը տոքսիններից, սակայն գիտական ապացույցները շատ սահմանափակ են եւ բժիշկների մեծ մասը այն չի համարում իրական մաքրող միջոց առողջ մարդկանց համար։ Այսինքն, եթե դուք դրանով ուղղակի ցանկանում եք մաքրել ձեր օրգանիզմը, այնքան էլ լավ միտք չէ։ Օգտակար ազդեցությունները։ Ակտիվացրած ածուխի ամենակարևոր առավելությունը հենց տոքսինների կլանման ունակությունն է։ Որոշ դեպքերում այն իսկապես կարող է կյանք փրկել, նվազեցնելով թունավոր նյութերի ներծծումը։ Այն նաև կարող է օգնել նվազեցնել գազերի առաջացումը, որոշ մարդկանց մոտ թեթևացնել փքվածությունը, ժամանակավորապես բարելավել ստամոքսային անհարմարությունը։ Կան հետազոտություններ, որտեղ ուսումնասիրվել է նաև դրա կիրառումը երիկամային խնդիրների կամ բարձր խոլեստերինի դեպքում, բայց այս ուղղությունները դեռ վերջնական ապացուցված չեն։ Բայց ահա այն, ինչ շատերը չգիտեն։ Ուշադրություն, ակտիվացրած ածուխը տարբերություն չի դնում լավ նյութի եւ վատ նյութի միջև։ Այն կարող է իր վրա կապել ոչ միայն թունավոր նյութերը, այլ նաեւ դեղամիջոցները, վիտամինները եւ իհարկե օգտակար նյութերը։ Սա նշանակում է, որ եթե մարդը միաժամանակ խմում է, օրինակ, հակաբեղմնավորիչ հաբեր, հակադեպրեսանտներ, սրտային կամ այլ կարևոր դեղեր, ապա ակտիվացրած ածուխը կարող է նվազեցնել դրանց ազդեցությունը։ Այդ իսկ պատճառով բժիշկները խորհուրդ են տալիս ածուխը դեղերից առնվազն մի քանի ժամ տարբերությամբ օգտագործել։ Այժմ խոսենք իհարկե ամենակարևորի մասին՝ վնասներ եւ կողմնակի ազդեցություններ։ Չնայած շատերը ածուխը համարում են անվնաս, բայց ակտիվացրած ածուխը կարող է առաջացնել խնդիրներ։ Ամենատարածված կողմնակի ազդեցությունները՝ փորկապություն, սրտխառնոց, փսխում, սև գույնի կղանք եւ որովայնային անհարմարություն։ Հազվադեպ, բայց հնարավոր է նաև աղիքային խցանում, հատկապես եթե մարդը մեծ քանակությամբ է օգտագործում։ Կան նաև այլ վտանգավոր իրավիճակ։ Եթե մարդը փսխում է եւ ակտիվացրած ածուխը պատահաբար անցնում է շնչուղիներ, դա կարող է լուրջ բարդություններ առաջացնել թոքերում։ Հետևաբար, ակտիվացած ածուխը նաև հակացուցված է։ Եթե մարդը ունի աղիքային խցանում, աղեստամոքսային արյունահոսություն, ծանր փորկապություն եւ կուլ տալու խնդիրներ։ Այն նաև արդյունավետ չէ որոշ թունավորումների դեպքում։ Օրինակ, եթե թունավորվել եք ալկոհոլից, ծանր մետաղներից, թթուներից կամ ալկալիներից։ Այսինքն ցանկացած թունավորման դեպքում ինքնուրույն ակտիվացած ածուխ խմելը այդքան էլ ճիշտ լուծում չէ։ Հարգելի հետևորդներ, այս թողարկման համար պատրաստել ենք այսքանը։ Եթե տեսանյութը ձեզ օգտակար եղավ, ապա հավանեք այն դնելով լայք, նաև մեկնաբանությունների հատվածում առաջարկեք նոր թեմաներ մեր առաջիկա թողարկումների համար։ Բացի այդ, անպայման բաժանորդագրվեք մեր ալիքին, որպեսզի բաց չթողնեք մեր առաջիկա թողարկումները։